Այս համակարգի հետ կապված ամեն շաբաթ խնդիրները բարձրաձայնում են։ Նախ դրանք որքանով են լսել լինում համապատասխան մարմինների կողմից եւ այսօր կազմակերպված այս քննարկումից հետո իրատեսական եք համարում, որ ի վերջո փորձագետների ձայնը լսելու կդառնա։ Այո, դեռ 2025 թվականի 4-րդ եռամսյակից ես խոսում եմ, կանխատեսել եմ բոլոր այն խնդիրները, որին մենք այսօր արդեն իսկ հանդիպում ենք, ճիշտն ասած, մի բանում եմ սխալվել, ես կանխատեսում էի, որ գոնե 4-5-րդ ամսից կսկսվեն խնդիրները, սակայն ցավոք սրտի հենց առաջին ամսից եղան այն բոլոր կանխատեսումները ապահովագրության համակարգի, այսպես ասած, ոչ նորմալ մեկնարկի մասին։ Իրականում լսում են, թե ոչ, որոշ բաներ լսում են, ապահովագրական օրենքի նախագծում շատ բաներ ոչ օֆիցիալ, բայց փոխեցին, օրինակ նաև շատ ենթաօրենսդրական ակտերում կատարեցին փոփոխություններ, հասարակ օրինակ վարակիչ հիվանդությունների ցանկը ընդլայնելու հետ կապված։ Բայց դրանք լուրջ չեն որպես պետական կառավարչական մարմին, որ Facebook-յան էջով հետևեն փորձագետների այսպես կարծիքներին եւ կատարեն փոփոխություններ օրենսդրության եւ ենթաօրենսդրական ակտերում։ Իրականում պետք է լինի լուրջ քննարկում, լսեն բոլոր մասնագետների կարծիքները եւ այնուհետեւ կատարեն համապատասխան ենթադրություններ եւ փոփոխությունները։ Կարծում եմ, որ պետք է ավելի լուրջ առաջարկներ լինեն, պետք է լինեն ավելի լուրջ մոտեցումներ, որովհետև եթե այսպես գնա, այս կարևոր ռեֆորմը, որը որ ոչ ոք չի մերժում, մենք գիտենք, որ երկրի զարգացման սոցիալ-տնտեսական վիճակի կարգավորման համար ապահովագրության ներդրումը շատ կարևոր է, բանալ աղքատության վերացման քայլերից մեկն է, որովհետև գրպանից ծախսերը բերում են երկրի աղքատների քանակի ավելացմանը։ Սակայն այս փաթեթը, որը ընդունվել է, աղերս չունի աղքատության դեմ պայքարի հետ, որովհետև մենք ընդունել ենք մի այնպիսի ապահովագրություն, որը սոցիալական կոչվելուց հեռու է, այսինքն աղքատները վճարում են հարուստների համար։ Դա մի մեխանիզմ են ներդրել, որի դեպքում հաստատված գումար են գանձում, որի արդյունքում ցածր աշխատավարձ ստացողները, բարձր աշխատավարձ ստացողները նույն վճար են ուծում, նույն փաթեթից են օգտվում, որը որ սոցիալական հավասարության հետ կապված խնդիրներ է առաջացնում։ Ես հարցում եմ, որովհետև երբ քաղաքացիների հետ զրուցում ես, իրենք եւս ընդունում են այս տարբերակը, բայց գումարների մասին են նշում, որ արժեքը բարձր է, իրենց ոչ հասանելի ինչու այս սոցիալական անարդարության, այս թվերի տարբերությունը նախարարությունը հաշվի չի առել, կապ չի դիտարկել։ Բազմիցս խոսվել է դրա մասին, փաստացի կարելի ասել, որ հարկատեսակ են դրել, աշխատողների վրա, բայց նաև հաստատագրված գումարով, ինչ է ստացվում, որ 200,000 եւ 1 դրամ ստացող քաղաքացին նույն ապահովագրավճարն է վճարում, ինչը որ վճարում է 500,000 դրամ ստացողը, 1 միլիոն ստացողը, 3 միլիոն ստացողը, այստեղ խոսել սոցիալական արդարությունից անհասկանալի է եւ ամենակարևորը կարմիր գծով գնում է, որ սա համընդհանուր է, բայց համապարփակ չէ, այսինքն ընդհանրապես փոխհատուցվելու է առողջապահական ծախսերի 30%-ը, ինչը խոսում է նրա մասին, որ մեր բնակիչները նորից անելու են գրպանից ծախսեր, բավականին շատ եւ անում են այլևս գրպանից ծախսեր, որի արդյունքում մենք չենք կարող խոսել, որ մենք պայքարում ենք աղքատության դեմ։ Միևնույն է, քաղաքացիները գրպանից ծախսեր են անում, միևնույն է, աղքատացման պատճառներից մեկն է դա հանդիսանում։ Տիկին Պողոսյան, Արմեն համակարգում, դուք էլ եք ահազանգում, բազմաթիվ խնդիրներ կային, օրինակ քաղաքացիներին այնպիսի հիվանդությունների հետևած, որոնք իրենք երբեք չեն ունեցել։ Ինչից է ձեր կարծիքով առաջացել այդ խնդիրը, ինչի մինչ այդ չի լուծվել այդ խնդիրը նախարարության կողմից, համակարգի կողմից։
Այո, ուրեմն քաղաքացիների բազմաթիվ են դեպքերը, մեկ չի, 10 չի, շատ են, որ քաղաքացիները իրենց առմետ համակարգում տեսնում են այնպիսի բուժումներ կամ այնպիսի առողջապահական այցեր, որոնք որ իրենք չեն արել։ Սա ես կփորձեմ արդարության կանխված վարկածը չխախտելով ասել, որ տեխնիկական բնույթի է կրում, սակայն ես լրիվ իրավունք ունեմ մտածելու, որ գուցե այդ գրառումների հետևից նաև պետության գումարների հոսք է եղել, որովհետև երբ որ տեսնում ես գրառումը, ներքևը տեսնում ես նաև փոխհատուցված գումարը։ Օրինակ, իմ ապենդիցիտի վիրահատության ժամանակ, եթե չեմ սխալվում, 170,000 պետությունը հետևից գումար էր տվել։ Ինչն է սա խնդիրը։ Սա խնդիրը, որ առմետ համակարգին առողջապահության նախարարությունը չի տվել համապատասխան տեխնիկական պահանջը, որ օրինակ քաղաքացու իդենտիֆիկացիայի համար մենակ կանոն ազգանունը քիչ է, պետք է լինի ID, այսպես ասած, իդենտիֆիկացիա, որը որ ըստ իրենց բացատրության չի արվել։ Սա իրենց պատկերացումն է, բայց ես կարող եմ մտածել հակառակի մասին։ Պարզապես պետպատվերի շրջանակներում գումարների հոսք է։ Տիկին Պողոսյան, տեսեք, օրինակ գաղտնիք չէ, որ գրանցված աշխատողներն են կարող օգտվել այս համակարգից, սակայն խնդիր կա, երբ դեկտեմբեր ամսվից է քաղաքացին համարվում գրանցված աշխատող, այդ դեպքում ապահովագրությունից կարող է օգտվել միայն ապրիլ ամսից։ Այստեղ դուք կոռուպցիոն ինչ-որ ռիսկեր չեք տեսնում։ Այստեղ մինչև կոռուպցիոն ռիսկերին հասնելը շատ լուրջ իրավական խնդիր կա, որովհետև ապահովագրական օրենքի ներդրումը եղավ 2026 թվականի հունվարի 1-ից, բայց մենք արդեն 2025 թվականի դեկտեմբերին կատարեցինք ապահովագրական գանձումներ։ Սա շատ լուրջ խնդիր է, սա անհասկանալի իրավաբանական բացատրություն, անգամ չունեն բացատրություն, բազմիցս նամակներով էլ դիմել են տարբեր կառույցներ, չի եղել դրա բացատրությունը։ Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, ապահովագրական ամբողջ այս համակարգը մի մեծ կոռուպցիոն ռիսկի մեջ է։ Անհասկանալի ձևով նշանակվեց հիմնադրամի տնօրենը։ Եթե մենք նայում ենք մամուլով, եթե գրում ենք նշանակված հիմնադրամի տնօրենի անունը, տեսնում ենք, որ նախկինում ինքը բավականին կոռուպցիոն պատմությունների մեջ է եղել։ Ինչպես ընտրվեց այդ հիմնադրամի տնօրենը 6 ամսով որպես պաշտոնակատար։ Ինչպես նշանակվեց խորհուրդը հիմնադրամի։ Առ այսօր մենք չենք տեսնում հիմնադրամի աշխատողներին։ Այդ գործառույթները կատարում են պետական առողջապահական գործակալության աշխատակիցները։ Այսինքն մենք չունենք ընդունված մարդիկ հիմնադրամում, որոնք որ նաև պատասխանատվություն վերցնեն դրա համար։ Մի խոսքով, այսպես բազմաթիվ անհասկանալի չտրված պատասխաններ են հախուռն ներդրումը բերել է այս լուրջ խնդիրների առաջացմանը։ Տվյալներ, թե բժշկական կենտրոններից քանի տոկոսն են արդեն տրամադրում պարտադիր ապահովագրության ծառայությունները։ Դեռ հրապարակումներ չունեն թվերի, բայց մի թիվը ասեմ, երբ որ մենք ուշադիր նայում էինք այս ընթացքին դեկտեմբերին վարչապետը ասեց, խնդրում եմ չհարձակվել բժշկական կենտրոնների վրա, որովհետև մենք պետք է ներդնենք հիմնադրամը եւ այլն, հասարակ թիվ ասեմ, ԱԱՊ-ի հետ կապված արտահիվանդանոցայինի Հայաստանի Հանրապետությունում ամբողջ տարվա ընթացքում արտահիվանդանոցային այցերի թիվը մինչև 13 միլիոն է։ Եթե հաշվի առնենք, որ հունվար ամսին գոնե 1 միլիոն պետք է այց լիներ եւ հաշվի առնենք, որ արդեն 50%-ը հայտարարում են, որ ապահովագրված են, մենք նորմալ ընթացքի դեպքում պետք է ունենայինք 500,000 ապահովագրված անձի այց դեպի ԱԱՊ օղակ։ Սակայն առողջապահության նախարարը իմ նաև հորդորներով թվերը ճշտելով եւ այլով հայտարարեց, որ 234,000 այցեք ունեցել։ Այսինքն 50% պակաս, ասել, որ մարդիկ շահագրգռված են, գնում են եւ այդ ապահովագրությունից օգտվում են անգամ շատ, այդքան էլ այդպես չի։ Ըստ իրենց թվերի հրապարակումների։